Հովանեսյան ամուսինները ձեռք-ձեռքի համատեղ կյանքի արծաթե ոսկե ադամանդե հոբելյաններն անցել, 3 զավակներին վաղուց ամուսնացրել, հիմա ապրում են երկուսով, նույն սիրով։ Շատ գոհ եմ ես իմ ճակատագրից, իմ երեխաներից, իմ ապրած կյանքից։ Կենսասեր ու լավատես մնալ օգնում է երկուսին միավորող բնավորության նույն գիծը, անկախ տարիքից միշտ նոր բան սովորել, օրը գրականությամբ, որակյալ հաղորդումներով լցնել ու պարտադիր նաև երկրի աշխարհի նորություններին հետևել։ Առավոտյան ռադիոն է իմ ամենալավ ընկերը, ամեն ինչից ինֆորմացնում է։ Սոցիալական ոլորտում տարեսկզբից մեկնարկող նորությունների մասին էլ շրջապատում առաջին ինքն է իմացել, կենսաթոշակն անկախիկ տնօրինելու դեպքում արդեն 20% հետվճարի հնարավորության մասին, նաև տարեկից հարևաններին տեղյակ պահել։ Բարև ձեզ, այսօր ես գնում։ Երբ առաջ աշխատում էինք ամբողջ տարին 1000 դրամ էին ավելացնում թոշակին, աշխարհի չափ ուրախանում ենք, բայց հիմա որ 10000 թոշակին ավելանա, չեմ ասում ինչ ելք է դա, բայց շատ ուրախալի է։ Երկու կողմանի օգնություն է, համ պետությանն ենք օգնում, համ մեզ են օգնում։ Հունվարից արդեն կենսաթոշակ նպաստ անկանխիկ ծախսելու դեպքում քաղաքացիները նախկին 12% հետվճարի փոխարեն 8%-ով ավելի քեշբեք ստանալու հնարավորություն ունեն, ինչը թույլ կտա նախկին առավելագույնը 6000 դրամի փոխարեն մինչև 10000 դրամով ամսական եկամուտը բարելավեն։ Մեկնարկային փուլում թիրախային խմբի քաղաքացիների չնչին տոկոսներ քարտով նպաստ թոշակ ստանում, անկանխիկ գործարքներ անում, ամսյամիս սակայն նոր պահանջարկ ձևավորվեց, վարքագիծ փոխվեց։ 2025-ի տարեվերջին հետվճարից օգտվող քաղաքացիների թիվը 378,000-ի է հասել, որը թոշակ նպաստ ստացողների ընդհանուր թվի գրեթե 60%-ն է։ Մինչ օրս ավելի քան 30 միլիարդ դրամ հետվճար է տրամադրվել, այդ թիվը ամեն օր աճում է, նույնիսկ ինչ որ մի պահի որ ասում ես արդեն ժամանակավրեպ է լինում։ Հունվարից գործում է նաև անկանխիկ գործարքներից 2% քեշբեք ստանալու հնարավորություն արդեն բոլոր քաղաքացիների համար, միայն մեկ նախապայմանով, եթե գործարքը առկա քարտերով է իրականացվում։ Այն կենսաթոշակառուներ եւ նպաստառուները, որոնք կունենան կամ կուզենան վերցնել առկա քարտ որպես կենսաթոշակային քարտ, որը այս պահի դրությամբ ոչ բոլոր բանկերն են տալիս, բայց կան բանկեր, որ տալիս են, ապա այդ դեպքում կգործի նաև 20 գումարած երկու սկզբունքը, այսինքն 20% կստանան մեր ծրագրով եւ 2% կստանան համընդհանուր ծրագրով, որը ըստ էության էլի կենսաթոշակի բարձրացում է լինելու։ Ընդամենը մի քանի ամսից ապրիլից բոլոր պետական սոցիալական վճարներն այլևս անկանխիկ կփոխանցվեն։ Եթե մինչև այժմ որոշ խմբեր 75-ից բարձր տարիքի նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն իրենց ընտրությամբ կարող էին թոշակ նպաստ ստանալ կանխիկ, գարնանից կընդգրկվեն անկանխիկի համակարգում։ Արդեն հանվել են այդ բացառությունները օրենքով։ Մենք պարզապես մեր համար ժամանակ ենք վերցրել 3 ամիս, որպեսզի նախ սահուն անցումը կատարենք եւ երկրորդն էլ այդ կարգերի միջոցով որոշենք, թե որ քաղաքացիներն ենք մենք օգնելու, ովքեր որ խնդիր ունեն եւ ինչպես ենք օգնելու։ Լուծումները կարող են լինել թե նորարարական, էլեկտրոնային, թվային, տեսազանգ եւ այլն, եւ թե նաեւ մենք ծառայությունը մոտեցնենք քաղաքացիներին, դեռ մշակումների փուլում ենք։ Ծրագիրը, որը կենսաթոշակ նպաստ ավելացնելու հնարավորություն ընձեռելուց բացի նաեւ ստվերային դրամաշրջանառությունը կանխելու նպատակ ուներ, այս ուղղությամբ էլ գոհացուցիչ ցուցանիշներ ունի։ Արմինե ջան, կարելի է թեւդ մտնեմ։ Տիկին Հասմիկը տան առևտուրը, որը միշտ ինքն է անում, սկզբունքային է, որ ընձեռված հնարավորությունը միշտ իրացնի։ Անկանխիկ ենք անում առևտուրը, այդպես խանութ չկա, որ չունենա այդ ապարատները։ Եթե չեն ունենում, աշխատում են ունենան, որտեվ հաճախորդներ քիչ են ունենում։ Ընտանեկան բյուջեն իր կողմից 10,000, գրեթե նույնքան էլ ամուսնու թոշակից ամսական ավելացնելու հնարավորությունը շատերի համար գուցե փոքր գումար է, բայց կենսաթոշակով ապրող զույգը տան համար լրացուցիչ խնդիրներ կարողանում է լուծի։